նախ եւ առաջ այստեղ գտնվելով անձամբ ես որևէ ակնկալիք չունեմ մեր դիմացի հիմնարկից որևէ պատասխան ստանալու։ Ես եկել եմ այստեղ խոսք հնչեցնելու, որը կարծում եմ բոլորիս միասնական կարծիքն է։ Ինչի չեմ ակնկալում պատասխան, որովհետև մենք գործ չունենք տարբեր պաշտոնատար անձանց կողմից սխալվելու, օրենքի չիմացության, հարկադրված եղանակով շատ հաճախ այդպես ենք խոսում, ոչինչ չեն կարող անել, ստիպված են պատվերներ կատարել, ոչ, մենք չունենք այդպիսի իրավիճակ, մենք գործ ունենք հետևողական եւ չարամիտ դիտավորությամբ տարբեր խմբի անձանց քաղաքական հետապնդումների ենթարկելու համակարգված գործողությունների դեմ, որին մասնակցում են մեր իրավապահ մարմինները, ինչքան էլ որ ցավոտային համար արձանագրել որպես այդ ոլորտով զբաղվող անձ, բայց պետք է արձանագրենք, որ այս կառույցները դադարել են այլևս Հայաստանի Հանրապետությունում օրենքը եւ իրավունքը պաշտպանելուց եւ պաշտպանում են բացառապես առանձին խմբի քաղաքական նպատակները իշխանությունը պահելը։ Երբ որ խոսում ենք քաղաքական հետապնդումների մասին, սովորաբար որ այլ պետություններում էլ կարող էր լինել, չենք խոսում միայն քաղաքական հակառակորդներին հետապնդելու եւ ճնշելու մասին, այսինքն մենք չենք խոսում իշխանության պայքարի շուրջ ինչ-որ հարցեր լուծելու, թեկուզ ապօրինի եղանակով լուծելու, անձանց չեզոքացնելու, մեկուսացնելու, այն խումբ անձանց, ովքեր օրինակ ձգտում են գալ եւ դառնալ իշխանություն։ Ոչ, մենք խոսում ենք այն անձանց մասին, որոնց մեծամասնությունը չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, բայց իր ձայնը բարձրացնում այն բոլոր անարդարությունների դեմ, որ տեղի ունենում մեր պետությունում, իր ձայնը բարձրացնում մեր պետականության հետևողականորեն կազմաքանման ուղղված գործողությունների դեմ, եւ իր ձայնը բարձրացնում այն իշխանությունների դեմ, ովքեր իրենց իշխանությունը պահպանելու համար պատրաստ են վճարել ցանկացած գին, այդ թվում պետականության կործանում։ Եվ բոլոր այս անձինք իրենց ձայնը բարձրացնելու համար, իրենց դժգոհությունը արտահայտելու համար ենթարկվում են ամենատեղյակ, ամենակոպիտ, ամենաանբարոյական քաղաքական հետապնդումներին, զրկված լինելով իրենց ազատությունից, զրկված լինելով իրենց ընտանիքներից, զրկված լինելով իրենց հարազատների նվազագույն կենսական պայմաններն ապահովելու հնարավորությունից, ամիսներով, տարիներով գտնվում են ազատազրկման վայրերում, երբեմն նաև վերջիններիս ազատազրկումը փոխարինում ականային կալանքով, որ փոքրիկ հաղթանակներ որպես արձանագրվում են, բայց իրականում պետք է ֆիքսել, որ կանային կալանքը նույնպես ազատազրկում է, ցանկացած տեսակի իրավունքների սահմանափակումը նույնպես ազատության զրկում է եւ միտված է բոլոր այս անձանց լրացնելու, որպեսզի ոչ մեկը իր արդար ձայնը չկարողանա բարձրացնել իշխանությունների գործողությունների դեմ։ Շատ հաճախ նաև բոլոր տեսակի քարոզիչներ եւ գործիչները փորձում են հասարակությանը մոլորեցնել, կատարելով այսպիսի պնդում. անձը չի կարող լինել քաղաքական բանտարկյալ, որտեղ անձը չի զբաղվում քաղաքական գործունեությամբ, չի մասնակցում ընտրությունների, որևէ կուսակցության անդամ չի եւ այլն։ Շատ հստակ պետք է արձանագրենք, քիչ առաջ հնչեց, ԵԽ 1900 բանաձևը ուղղակի նախատեսում է այն բոլոր դեպքերը, որոնց առկայության պարագայում անձը կարող է համարվել քաղաքական, եթե ամփոփելու լինենք, անձի իրավունքների ցանկացած սահմանափակում, որի շարժառիթը քաղաքական է, անձին դարձնում է քաղաքական հետապնդման ենթարկվող եւ քաղաքական բանտարկյալ, եթե անձը ազատազրկված է։ Ցանկացած պարագայում, երբ որ մենք տեսնում ենք խտրական վերաբերմունք այս կամ այն գործի նկատմամբ, նույնիսկ եթե առերևույթ գործ ունենք իրավախախտման հետ, եւ եթե այդպիսի տարբերակված խտրական մոտեցումը էլի պայմանավորված է քաղաքական շարժառիթով, մենք գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։ Հետևաբար բոլորի թողնորում եմ այդ ինֆորմացիան շատ լավ տիրապետել, ցանկացած հարցադրման պարագայում դա կլինի լրագրողների գործունեությունը, որը շատ կարևոր է մեր օրերում, բոլոր այն անձինք, ովքեր որևէ անգամ կարտահայտեն միտք, որ անձը քաղաքական հետապնդման չի կարող ենթարկվել, որտեղ քաղաքականությամբ չի զբաղվում, միանգամից արձանագրեք, որ նա սուտ է խոսում եւ փորձում է ձեզ մոլորեցնել, որտեղ ցանկացած անձ, ով չլինելով կուսակցական անդամ, չլինելով ընտրությունների մասնակցող անձ, չլինելով քաղաքական որևէ հավակնություն ունեցող անձ, իր դժգոհությունն ներկայացնում, իր քննադատությունն ներկայացնում իշխանությունների գործողությունների նկատմամբ եւ այդ ձայնը լրացվելու համար էլ պատժվում է, հետապնդումների ենթարկվում, քաղաքական հետապնդումների զոհ է եւ քաղաքական բանտարկյալ է, եթե ազատությունը սահմանափակված է։ Եվ ամփոփելով նաև ուզում եմ ասել, որ շատ կարևոր է յուրաքանչյուր քաղաքբանտարկյալի անունը հնչեցնելը, մենք այսօր տեսնում ենք գրեթե բոլորի, բայց ոչ սպառիչ ցանկով լուսանկարները այստեղ,
իրականում շատ հաճախ իրավապաշտպանները նույնպես կորցնում են այդ թիվը այն կարգի ինտենսիվությամբ այս գործողությունները կատարում։ Ոչ միայն կարևոր է յուրաքանչյուրի դեպքը ֆիքսել, բարձրաձայնել եւ յուրաքանչյուրի անունը տալ, պաշտպանել նրա շրջապատին, ընտանիքին, հարազատներին, տալ իրավական, նյութական, հոգեբանական աջակցություն, այլև կարևոր է այդ ամեն ինչը կատարել համակարգված, որովհետեւ քաղաքական հետապնդումների հաջողությունը նաեւ պայմանավորված է դրանով, որ առանձին անձանց հետապնդելով, դռնելով, բաց թողնելով, մարդկանց ջանքերը կենտրոնացնելով կոնկրետ անձի վերաբերյալ այդ ամեն ինչը հաջողությամբ իրականացնում են, որովհետև տրոհում են հակազդեցության բոլոր ուժերը եւ կարողանում են առանձին անձանց բարբերաբար ենթարկել ամենակոշտ հետապնդումների իրավունքների սահմանափակումով դրա համար ամփոփ է կարևոր է ոչ միայն յուրաքանչյուրի անհատական շահերի պաշտպանությունը, կարևոր է ոչ միայն յուրաքանչյուրի իրավական պաշտպանությունը դատարաններում, այլև կարևոր է այդ ամեն ինչը կատարել համակարգված Եվ ես հույս ունեմ, որ այսօրվա միջոցառումը եւ սրան շարունակվող միջոցառումները նույնպես հիմք կստեղծեն հանրային քաղաքական տիրույթում ի վերջո այդքան շատ քննարկված միասնական հարթակի ստեղծմանը բոլոր քաղաքապետարների իրավունքների պաշտպանության հարցում եւ առաջիկայում էլ կարծում եմ թե հնարավորություն մենք ունենալու ենք հասկանալ թե ինչ եղանակով են կարողանալու ջանքերը համատեղել բոլոր իրավապաշտպաններով, մարդու իրավունքների պաշտպանությամբ հետաքրքրված բոլոր լրագրողներով, բոլոր հասարակական քաղաքական գործիչների համատեղ ջանքերով այս աշխատանքը պետք է իրականացնել հակառակ պարագայում այս հետապնդումները ավելի են սաստկանալու, ինչը բերելու է մեր պետության համար անդառնալի հետևանքների, ուստի այո կոչ եմ անում, այս պայծ սկսած դեպս պահնել արդեն ուշացած է սկսել ինտենսիվ շփումները, քննարկումները բոլոր տեսակի քաղաքական ռեպրեսիաների դեմ առնելու համար։